մեջ, սիրս է սեխում ծանր մի հուշ, մի խենթ կարով, այրվող մի տենչ, ախ երանի գետ մեկ անգամ, նորից սեղմեմ ձեռքերը ձեր, նորից տեսնեմ դեմքերը ձեր, իմ եղբայրներ հերոսական։ Մեծ հայրենականի ուժարձանի կողքին ցավոք փառքի ու ռազմի նահատակների թարմ շիրիմներ են ամփոփված։ Արցախի հերոսամարտի զոհերի շիր մակարեր։ Նրանք անօրինակ հերոսությամբ կյանքի գնով ազատագրեցին Արցախի հողը։ Այսօրը 1992 թվականի մայիսի 9-ին մեր ազատամարտիկները ազատագրեցին Շուշիի անառիկ ամրոցը և ամրապնդեցին հայոց հաղթանակը Արցախի մայր հողում։ Հաղթանակ, որի կանչ արձագանքի պես հնչում է Ավարայրի, Սարդարապատի և Բաշապարանի հերոսական մարտերից, որտեղ վեր հառնեց հայ նրանցում ձեր բախտը փրկում, այների շնորհ, հիշեցեք նրանց։ Հիշենք բոլորին անուն առանուն և հիշենք ցավով, դա զոհվածներին պետք չէ ես գիտեմ, բայց ապրողներին շատ է արձարով։ Գեղամ Հակոբյան, Սասուն Խալատյան, Գագիկ Հովհաննիսյան, Գեղամ Քոչարյան, Նիկոլ Նիկոլյան, Սասուն Պետրոսյան, Սերյան Խաչատրյան։ Մեկ րոպե լռություն, թող համակի լռություն բոլոր։ Լռության մեջ այս խորին ինձ թվում է, թե նորից նրանց ձայներն ենք լսում։ Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես, դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա։ Իմ սրտի միջից թե սիրտս ճեղքես, դրոշիդ հայլը պիտի հուր վրա։ Ամեն տարի այս հաղթական օրը մենք բոլորս որպես մեր օգուն չմարված պար, մեր հարգանքի տուրքն ենք մատուցում նրանց հիշատակին, մատուցում ենք լուր ու խոնար, մատուցում ենք հպարտորեն։ Նրանք կարող էին ապրել ու արարել, բայց այսօր մենք թարմ ծաղիկներով ենք զարդարում նրանց հիշատակը հավերժացնող այս կոթողը։ Եվ լուր ու խոնար նայում այս անշեջ կրակին, որպես անոնց հիշողություն ձեր սխրանքի։ Հոգնած նայում եմ ես ճամփաներին, սերմնացանները չդարձան տուն, հանգան շողերը լուր կատարներին, սերմնացանները չդարձան տուն, իջավ երեկոն լուր սպերներով, սերմնացանները չդարձան տուն, դրկեց հոգից իր մութ պաղ թևերով, սերմնացանները չդարձան տուն, հույսերը վարվեցին խրճիթներում, սերմնացանները չդարձան տուն, ահեղ լռություն է ճամփաներում, սերմնացանները չդարձան տուն։ Անհոր սիրով երդվում եմ քեզ, իմ հայրենի ոսկեշող, գալի կրվի գոր մարտերում կլինենք քաջ ու հաղթող, կմարտենչենք, որ հավիտյան քո դաշտերը կանանչել, երջանկության մի անսահման երգիչներդ խաղ կանչել, գրող կտամ իմ հայրենի, որ հավիտյան դու շողաս, քաղաքներով քո գեղեցիկ դեպի երկիր խոյանաս, եթե ընկնեմ կրվի դաշտում, գիտեմ, կապրեմ կենթանի, քանի որ կա սպե ու խնդում, անհաղ երկիր հայրենի։ Ժպտում ես փոքրիկ, դու ինչ իմանաս, ախ ինչ իմանաս ու իմացիր, որ արևի տակ, կամահ ու արի, վիշտ ու կաղապան, հեղնար լիներ կյանքս կտայի, որ չխամնեին աչքերը քոջին, որ չիմանայի, որ մինչև անգամ հողն է ուզենքին որ նախ իրահել երախն է բացել, թևերն է փռել այս սարի վրա, սենք ու թպրաբաց թերեքն է անցել, արյուն է խառնել ջրերին նրա, ժպտում ես փոքրիկ, ժպտա իմ անգի։
Հարգելի համաքաղաքացիներ, սիրելի վետերաններ, հյուրեր, շնորհավորում եմ ձեզ մեծ հայրենականի մեծ հաղթանակի 64-րդ տարեդարձի և Շուշիի ազատագրման 17-րդ ամյակի առթիվ։ Ամեն տարի մենք հավաքվում ենք այս բարձունքում, մեր հարգանքի թուրքը մատուցում, մեծ հայրենական պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված մեր համաքաղաքացիների հիշատակին և կրկին անգամ երախտագիտության խոսքեր ասում պատերազմի մեր վետերաններին և ազատամարտիկներին։ Սիրելի բարեկամներ, մենք այստեղ գալիս ենք կորստի չփարատվող կսկիծով, բայց և մեծ հպարտությամբ, հաղթանակի հպարտությամբ, քանի որ մայիս ամիսը հայ ժողովրդի համար նախ և առաջ հաղթանակների ամիս է։ Դեռ ավարայից սկսած հայ ժողովուրդը բազմաթիվ կորուստների գնով ձեռք է բերել հաղթանակներ, որի արդյունքում շահել է իր ապրելու աշխարհի ժողովուրդների շարքում հաստատակամ քայլելու իր իրավունքը։ Սիրելի եղվարցիներ, ամեն տարի այս տոնը մենք նշում ենք ցնծությամբ, քանի որ հինավուրց մեր բնակավայրը հայրենիքի համար, ազգի համար ազատագրվող բոլոր մարդերին ունի իր մասնակցությունը։ Սիրելի վետերաններ, խորին երախտագիտությամբ տոնական իմ շնորհավորանքն եմ ուղղում ձեզ։ Հաստատ համոզված եմ, որ ամեն տարի այս օրը դուք վերապրում եք այն, ինչ ձեր հետ կատարվել է պատերազմի տարիներին։ Ձեզ նախ և առաջ առողջություն եմ մաղթում, խաղաղ ծերություն, և թող կյանքի մայրամուտ անցնող այդ ձեր օրերը շրջապատված լինեք հարազատների հոգատարությամբ։ Իմ տոնական շնորհավորանքն եմ ուղղում Արցախի ազատամարտին մասնակցած եղվարցիներին, այդ ազատամարտում զոհվածների հարազատներին ու ընտանիքներին։ Խոնարհվում եմ ամուսնուն կորցրած կսկիծը սրտում անթեղած այրիների, որդեկորուս մայրերի, որփացած երեխաների առջև և ասում եմ, դուք և մենք բոլորս իրավունք ունենք հպարտանալու, քանի որ նրանք զոհվել են հայրենիքի պաշտպանության, ազգի գոյատևման և զավակների ապագայի համար։ Այսօր հիշատակի օր է և հաղթանակի տոն։ Ուրեմն սիրելի բարեկամներ, մեր պատանիների աղջիկների երգով ու պարով նշենք այսօրվա գեղեցիկ տոնը և բոլորս միասին համոզված լինենք ու ցանկանանք, որ մեր ժողովրդի համար միայն տոներ լինեն։ Կրկին անգամ շնորհավորելով բոլորից մեծ հաղթանակների տոնի առթիվ Հայաստան աշխարհին մաղթում եմ խաղաղություն, ձեր բոլորի օջախներին շենություն։ Շնորհակալություն։ Եղվարդի հայրենական մեծ պատերազմի վետերանների անունից շնորհավորել բոլորիդ այս մեծ տոնի հաղթանակի տոնի մայիսի 9-ի առթիվ ցանկանալ ցես երջանկություն երկար տարիների կյանք։ Իրավ որ հաղթանակի տոնը մեծ տոն է։ Մեծ տոն է այն առումով, որ սովետական զորքերը նրանց թվում հայկական զորամիավորումները